Չեխիայում գտնվող վարչապետ Փաշինյանը Գլոբսեկ 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև։ Հայաստանի ղեկավարը ընդգծել է, սակայն, որ ինչ-որ մի պահ ապագայում պետք է որոշում կայացնի ԵԱՏՄ թե ԵՄ անդամ լինել։ Հայաստանի խորհրդարանը մարտին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, որը սակայն հանրաքվե չի ենթադրում եւ ինչպես պնդում էին իշխանության ներկայացուցիչները, պարզապես արտահայտում է Երևանի քաղաքական կամքը։ Մոսկվան չի թաքցնում իր դժգոհությունը։ Ռուս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, Երևանը պետք է ընտրի կամ ԵԱՏՄ կամ Եվրամիություն։ Ես ասացի, որ վերջերս մեր խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենքը։ Հիմա մենք շատ սերտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, բայց մյուս կողմից մենք խնդիր չունենք մեր առջև դրված խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եւ հավասարակշռվում է, եւ դա մեր ռազմավարությունն է։ And that is our strategy. You know that we have a complicated situation in our region. Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին, բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև եվրոպական դիտորդական առաքելությունը, որը հետևում է Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակին։ Եվ մյուս կողմից մենք անցած տարում նվազեցրինք ռուսական զորքերի ներկայության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր առջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկրների հետ հարատև եւ կայուն խաղաղություն հաստատել։ And lasting peace in our region, it is not only our goal. Մեր նպատակը միայն գնալն ու Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալը չէ։ Դա մեկ այլ խթան է մեզ համար շարունակելու եւ իրականացնելու մեր ժողովրդավարական օրակարգը։ Մենք հույս ունենք, որ այն ժամանակ, երբ մենք ուղարկենք Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու հայտը, այն հիմնված կլինի մեր արժանինքների վրա, քանի որ մենք կկարողանանք իրականացնել ամբողջական եւ խորը ժողովրդավարական բարեփոխումներ։ Overall and deep democratic reforms, and that is our agenda.